Ջրի արտահուս կետքերով նորակառույց բնակարանը, ասես խոնավացած հանգույց ունենք, ամեն ինչ ուսումնասիրել եմ, ես էլի պարագեներացիայի արդյունքը, այսինքն հենց այս հատվածով պատի հայլային հետևը մեր չորանոցն է գտնվում, պատճառը արդեն կարծում եմ, որ գտել եմ, հեսա իրար հետ հասկանամ։ Սառը ջուր, տաք ջուրը իմաստ չեմ գտնում ճնշումներով ստուգենք, այսինքն այստեղ միկրոսկոպով ուսումնասիրել եմ միկրոճաքեր չունենք, մեր միկրոճաքերը, այսինքն ոչ թե միկրոճաքը, այլ լուրջ ճաք է, էլի մեր տրապի այս հանգույցում է, էլի կրկնվեմ տրապս այս պատի տակ մի դրեք, մի քիչ հեռու դրեք, զաքարի նման սարք, այս արդեն որերորդ դեպքն է, որ sense խնդիրներ առաջանում, այսինքն այստեղ լուրջ ճաք ունենք, այդտեղից քաշումը ներքև մոնոլիտով թեքությունով բերում այստեղ պարագեներացիայի պատճառով պատվիրատուն տերնում է, որ այնտեղ խոնավանում է։ Այսինքն պատը արդեն դեպի չորացման է գնում, այսինքն դա պարագեներացիայի հաշվին է, որը կուտակվում է գարնան, ամռան, աշնան ընթացքում, այսինքն ամեն լողանալուց մոնոլիտի թեքության պատճառով գալի հասնում է այդտեղ պարագեներացիայի ընթացքում, այսինքն երբ որ ջորոցման համակարգը միացնում են, սկսում պարագեներացիայի պատճառով պատը ծաղկել է։ Այսինքն խնդիրներ ունենք այս տրապում ու այս տրապում։ Այս տրապն էլ ուժեղ խնդիր ուներ, այսինքն միկրոճաք ուներ, բայց ամեն դեպքում այս տրապը ոնց որ ավարիոնի տրապ է, այդպես ջուր չի կիրառվում, հիմնականում լողանում այստեղ։ Հեսա ցույց տամ ոնց է ինքը արտաներ հոսում։ Կրկին մեթոդիկան այն մարդկանց համար, ովքեր ուզում են սա ինքնուրույն անեն, սա բարդ չի, էլի վերցնում եք լողակը, բացում եք խիտ, ջուրը լցնում եք ու այսինքն ներկը տալով ակնհայտ կարից քաշում է ու հասկանում եք, որ ինքը ներ հոսք ունի։ Դեպի ստաշկին, այդպես։